Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր սեպտեմբերի 27։ Կապված կենդանի խոսքի հետ։ Տերը վեհությամբ կառավարում է ողջ արարչագործությանը, և նրա օրենքները կառավարում են ողջ տիեզերքը, ողջ բնությունը, բոլոր ազգերն ու իշխանությունները։ Նա կառավարում է բոլոր մարդկային գործերը։ Նա կառավարում է ծովերը, մոլորակները, երկնային մարմինները և դրանց բոլոր շարժումները։ Նա տիրապետում է իր ուժով հավիտյան, և նրա աչքերը նայում են հեթանոսների վրա։ Սաղմոս 66:7 խոսք։ Տերը թագավոր է, նա մեծափառություն է հագած, Տերը զորություն է հագած և իր մեջքը կապած է։ Սրա համար աշխարհը հաստատ է և չի շարժվում։ Հաստատ է քո աթոռը սկզբիցը, հավիտենից ես դու։ Քո վկայությունները շատ հավատարիմ են, քո տանը վայելուչ է սրբություն, ով Տեր, երկայն օրերով։ Սաղմոս 93:1, 1-2 և 5 խոսքեր։ Այս սաղմոսները գրվել են Դավթի կողմից, ով ըստ էության վկայում է. Տեր, քո վկայությունները, քո կանոնները, քո դատավճիռները և քո խոսքերը անսասան են։ Դրանք լիովին վստահելի են։ Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը կրկնում է սա հայտարարելով, որ Աստծո կենդանի խոսքը հավիտենական է և անփոփոխ։ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ և այսօր և հավիտյան։ Եբրայեցիս 13:8 խոսք։ Տիեզերքում կան օրենքներ, որոնք որոշում են, թե ինչպես են իրերը գործում առանց բացառության։ Դիտարկենք օրինակ այն օրենքները, որոնք կարգավորում են արևի, լուսնի, աստղերի և երկրի շարժումը։ Այս բոլոր երկնային մարմինները ստեղծվել են Աստծո խոսքով, և այդ ժամանակից ի վեր կառավարվում են այն օրենքներով, որոնք նույնպես Աստված է ստեղծել իր խոսքով։ Նոր Կտակարանում մեզ ասվում է, որ Արարիչ մեծ Աստվածը մեր Հայրն է, և որ նա կարեկցում է իր զավակներին։ Եբրայեցիներին ուղղված նամակում ասվում է, որ Տերը լսում է մեր յուրաքանչյուր աղաղակը և հավաքում մեր յուրաքանչյուր արցունքը։ Այնուամենայնիվ, մեզ նաև ասվում է, որ նա արդար թագավոր է, որը դատում է իր օրենքի համաձայն։ Ամեն ինչ դատվում է նրա անփոփոխ խոսքով։ Պարզ ասած, մենք կարող ենք Աստվածաշունչը մեր ձեռքերում պահել և հստակ իմանալ. այս գիրքը ինձ ասում է, թե ով է Աստված։ Այն նկարագրում է նրա հատկանիշները, էությունը, խոստումները և դատաստանները։ Սա նրա օրենքն է, որը շարադրված է իր խոսքերով և որով նա կառավարում է։ Եվ սա այն խոսքն է, որին նա կապել է իրեն։ Հետևաբար, սա այն խոսքն է, որին ես կարող եմ ամեն օր վստահել և անսասան ապավինել։